շատ սիրուն է Երևանը, այս պահին էլ հրապարակում դե երևի տեսակ իստորիայս հրապարակեցի համերգա գնում, եւ այդ ամուգոչյանները երգում, ես զգացի, որ ինքը ինձանից բարձր է խոսում, եւ այդ ձայներից փախա հրապարակից, վատ էի արդեն, ճնշումս էլ բարձրացել, թողեցի փախա, հələ տեսեք ես ինչ սիրուն է եւ բանը հմեկի աշտարակը, տես ինչ սիրուն այսօր գույներով է, քաղաքացու օրվա կապակցությամբ այս գեղեցկությունով, այլեք ֆլագման ռեստորանի պարկովկում եմ հիմա, ստեյց է շարժվում եմ տուն, ես չեմ կարամ երկար տենց բանը բարձր երաշտությունների տակ մնալ, մեր սիրուն Երևանը, ովքեր շուտվանից չեն եղել, այ հեռվում էլ մանումենտի չորդ վիկալեսոնա, իմ տարվիկես անցկացրած տեղը 2 տարի, շարժվենք Արարատի մարզ, ինչ ասեմ բոլորին, ովքեր մնացել են Երևանում եւ վայելում են այս համերգը, լավ տրամադրություն ձեզ, ուրախացեք ժողովուրդ ջան, վայելեք, գնահատեք ամեն օրը, երեք եղել է հայոց ցեղասպանության եղերնի հիշատակի օր, այսօր էլ ապրելու օրն է, այսինքն հայ ազգը թող մի տեսակ լավ չեն ներեք, այսքան զվուկ դրել, լավ անջատ եք սրանք, մենք չենք լսում, ուրեմն սա իր խորհուրդ ունի, գիտեմ, որ դժվարությամբ են ընդունում մարդիկ, ասում են, բայց երեք եղերնի օրն է, այսօր ուրախության օր, եղերնի օրը եթե 3 եղած ծլներ, ոչ թե 100 քանի տարի առաջ, ես էլ կհամաձայնվեի, իհարկե անհնար է այդպես բան, բայց քանի որ եղերնը եղել է քանի 100 տարի առաջ եւ այդ օրն էլ նշում ենք մենք որպես հիշատակի օր, որպես գլուխ խոնարելու, ծաղիկ տնելու շամալի Սերնակաբերդում, պատվով եւ հարգանքով այդ գործը անում են հայ ժողովուրդը, ես ինքս 3 եմ եկել Երևան, որ Սերնակաբերդ գնամ, ես էլ իմ պարտքը տամ, ծաղիկ տնեմ, ավայ անջատեմ, մի քիչ խոսամ հետո կշարժվեմ, ու տենց հասա համարած Սերնակաբերդի ովքեր քաղաքը ճանաչում են Մոնտե Մելքոնյան փողոցով բարձրանալուց ավտոյից բոմբանա թափել, հասցրի շուտ գնամ տեղափոխվեմ, ասենց էկրանը կներեք, ֆոկուսի եկավ, տենց քշեցին գերոջ բակում թողեցինք, հետո օգնեցին բոմբան առա, այսօր սարքեցինք ավտոմեքենան, են ասի դե լավ մնացել եմ, գամ հրապարակ մի հատ տենամ ժողովրդի տրամադրությունը ինչպես է, շատ լավ է, ուրախ եմ, որ ուրախություն է իմ ժողովրդի աչքերում, ովքեր որ տխրվում են դրանից, մտածում են թե դա ինչ որ կուսակցության օր է, քաղաքացիական պայմանագրի օրը չի, սա բոլորի համար է, չէ որ 100,000 որ մարդիկ դուրս են եկել փողոց ազատ խոսքի համար, ազատ պահելաձևի, ձեր իրավունքների համար, թե հետագայում այսօրվա իշխանությունը իր խոստումները կատարեց, թե չէ, դա արդեն այլ հարց է, թե բազմաթիվ բաց թողումներ թողեց, դա այլ հարց է, բայց դուք վայելեք ձեր օրը, դուք եք ընտրել դա, ժողովուրդ ջան, դուք եք ուզեցել որ տենց էլի։ Այնպես որ ձեզ բոլորիդ լավ տրամադրություն, ես գնամ տուն, առողջականս չի ներեմ, տենց տեղերը, նա հիմա մի քիչ լավ չեմ զգում, բայց ուզում եմ ղեկին լավ եմ զգում, որ քշում եմ լավ եմ զգում։ Այսքանը ժողովուրդ մնացած թեմաների մասին երկար կխոսանք հետագայում, ընդհանրապես փորձեցի կարճ եթերով ձեր հետ եւ իմ տպավորությունները հայտնել եւ կիսվել Երևանը ձեր հետ։ Լավ մնացեք, կապով կլինենք, վաղը միգուցե եթեր կանեմ։